եկեք նոր հակակոռուպցիոն կոմիտեից Տեղյակ չեմ։ Տեղյակ չեմ, հիմա ուզում եմ տեղեկանա, հրաժարվում են ներգրավել։ Դե հիմա չգիտեմ։ Քնիչը տեղյակ է, դիմ։ Քնիչը, դուք ասացիք Սարգսյանը, բայց Սարգսյանը ասաց ես տեղեկություն չունեմ։ Սարգսյանը ով է։ Ձեր ասած։ Իմ ասած Սարգսյանը ով է։ Ինձ ասեք։ Ներեք դուք ասում եք քնիչը տեղյակ է։ Հա, այստեղ ուրիշ քնիչներ կա, այդ որ քնիչն է։ Ձեր ասած Սարգսյանը։ Իմ ասած Սարգսյանը որ քնիչն է։ Պարոն Ղուկասյանի գործը վարող քնիչն է։ Ես չեմ իմանում ով է վարողը, ձեր ասած Սարգսյանը։ Հիմա ես ձեզ ցույց տամ պարոն Ղուկասյանի դիմումը, այդ Սարգսյանը։ Ես ձեր պետին եմ, այստեղ դուք հիմա ծառայություն եք, ես այստեղ պետին եմ ուզում տեսնել։ Եթե պայմանավորված չեք գա։ Ես պայմանավորվել եմ ուզում, որպեսզի ես պետը ով է, ոնց չեք կարող։ Հիմա պաշտոնապես ես հայտարարում եմ, որ խոչընդոտվում է պարոն Ղուկասյանի պաշտպան ունենալու իրավունքը, այսինքն հիմնարար իրավունքը, որը մարդու իրավունքն է, այդ իրավունքը հիմա իրենք խոչընդոտում։ Այո, հեսա դիմումը դրված։ Նոր մյուս փաստանմանն է ինձ ուղարկել, որ արդեն քնիչը տեղեկացված է։ Ներկայացնեմ ես իմ փաստաթղթերը, որ ինձ թույլ տան, բայց չեն թույլ տալիս։ Սա Գործելավոճ է դարձել, որովհետև առաջին դեպքը չի, որ փաստաբանին պաշտպանին միանշանակ լավա չեն ասում, որ ես վկա եմ, քանի որ գործով դեպք էլ կար Լիլիթ Աղեկյանի հետ, հիշում եք, որ ասացին, որ իբրև ես վկա եմ։ Այսինքն, եթե խնդիր չունեք, արդար քննություն եք կատարում, ուզում եք ինչ-որ բան բացահայտել, դե մարդու հիմնարար իրավունքն էլ հարգեք, բա ինչի չեք հարգում այդ հիմնարար իրավունքը։ Հիմա ես պետք է ստիպած հանգ տամ ում մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային կազմակերպություններին, եւս մեկ անգամ խայտարակ եմ այս խայտարակությունը, ցույց տամ, որ ինչ խայտարակ համակարգ է։ Չնայած ամբողջ աշխարհում է այդպիսի համակարգը դարձել, այսինքն մարդու իրավունքները այլևս ոչ միտեղ չեն հարգվում, մենք տեսնում ենք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, բայց այնուամենայնիվ մենք չենք լռելու։ Սա հիմնարար իրավունք է, որը պետք է հարգվի։ Եթե իրենք քննություն են կատարում, դա քննություն է կատարում ձեր իրավասությունների ներքո նախ կատարեք, այդ շոու պրոգրամաները ինչի եք մատուցում, այդ թատրոնները քանի ժամ շարունակ։ Կարող եք հանգիստ հրավիրել հարցաքննության կամ նույնիսկ եթե ուզում եք քննչական գործողություն անեիք, այդ նույն քննչական գործողությունը պետք չէր վերել այսքան մարդ այստեղ հասցնել, այստեղ անել։ Կարող եք խնայեք պետական բյուջեի գումարները եւ Գյումրիում անցկացնեիք այդ ձեր քննչական գործողությունները։